Գյումրի կարս երկաթուղային կապի վերականգնման շուրջ քննարկումները նոր փուլ են մտել։ Հայկական կողմում այս պահին խոսքը դեռ շինարարության մեկնարկի մասին չէ, առաջին քայլը նախագծումն է։ Ախորիկի հատվածի համար արդեն հայտարարվել է նախագծման աշխատանքների միջազգային մրցույթ, իսկ հաղթող կազմակերպության ընտրությունից հետո նախատեսվում է անցնել նախագծմանն ու հաջորդիվ շինարարական աշխատանքների կազմակերպմանը։ Նախագծման աշխատանքներ ենք հայտարարել, նախագծման աշխատանքների մրցույթ ենք հայտարարել եւ օրենքով սահմանված կարգով, եթե մրցույթում հաղթող կազմակերպություններ ունենանք, հնարավորինս արագ ժամկետում նախ կանցնենք նախագծման փուլին, հետո նաև արդեն ուրեմն շինարարական աշխատանքների մրցույթի եւ բուն շինարարության։ Դավիթ Խուդատյանի խոսքով նախագծման աշխատանքների մրցույթն իրականացվում է միջազգային ձևաչափով, նույն սկզբունքով նախատեսվում է կազմակերպել նաև շինարարական աշխատանքների մրցույթը։ Բնականաբար հաշվի առնելով, որ հայաստանյան նախագծող եւ հայաստանյան կառուցող ընկերությունները այս մասշտաբի աշխատանքներ իրականացնելու փոխություն են, ինչպես կամուրջների դեպքում, ինչպես թունելների դեպքում, երկաթուղու դեպքում էլ մենք գնում ենք սովորաբար միջազգային մրցույթներ իրականացնելու ճանապարհով, այս դեպքում այո միջազգային մրցույթ է եղել։ Թեև հայկական կողմում դեռ շինարարության մեկնարկի հստակ ժամկետ չի նշվում, գործընթացի տեխնիկական կողմը շարունակվում է քննարկվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Ազգային ժողովի ամբիոնից թեմային անդրադարձել է նաեւ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ձեռք բերած պայմանավորվածությունները։ Պայմանավորվել են եւ ստեղծել են աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել տեխնիկական պահանջները Գյումրի կարս երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման, այսինքն երկու կողմերը արգոս նախարարությունների մակարդակով հայտարարել են, որ սա է նպատակը եւ աշխատանքային խումբ են ստեղծել։ Ռուբինյանի խոսքով աշխատանքային խումբը ձևավորվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով։ Միաժամանակ ըստ նրա Թուրքիայի տարածքում արդեն սկսվել են երկաթուղու մինչև հայկական սահման հասնող հատվածի վերականգնողական աշխատանքները, սակայն երկաթուղային կապի վերականգնման հարցում միայն գծի տեխնիկական վիճակը չէ, որ պետք է լուծում ստանա։ Երկու երկրներում երկաթուղիները գործում են տարբեր ստանդարտներով։ Տարբերությունը ըստ Դավիթ Խուդատյանի քննարկման առարկա է եւ նախագծային լուծումները պետք է հաշվի առնեն տարածաշրջանում գործող տարբեր համակարգերը։ Տարածաշրջանում երկու ժամանակների ժառանգություն կա, մեկը հետխորհրդային երկաթգծերի ժառանգությունն է, մեկը Թուրքիայում ավելի եվրոպական ստանդարտներին մոտ, բնականաբար այնտեղ շատ սինխրոնացնել հնարավոր չի լինի, որտեղ տարածաշրջանում տարբեր երկրներ տարբեր ստանդարտներով են այս մասում առաջնորդվում, բայց ինչպես ախալքալակի ուրեմն երկաթուղու կայարանում կա բեռնափոխադրման եւ տեղափոխման հնարավորություն, այնպես էլ աշխարհի շատ երկրներ ունեն եւ այնպես էլ Հայաստանը կկարողանա ունենալ եւ դա մեծ հաշվով երկաթուղով բեռների տեղափոխման խոչընդոտ չի։ Գյումրի կարս երկաթուղու հետ մեկտեղ քննարկվում է նաեւ Անի պատմական կամրջի վերականգնումը։ Կամրջի մի հատվածը գտնվում է Հայաստանի, մյուսը Թուրքիայի տարածքում։ Թուրքիայի գործընկերների հետ քննարկում է եղել, այնտեղ գրեթե ավարտական փուլում են արդեն պայմանավորվածությունները եւ Անիի կամուրջը հնարավորինս կարճ ժամանակում այնտեղ աշխատանքները կմեկնարկեն։ Առաջիկա փուլերում առանցքային են լինելու նախագծման ավարտը, շինարարական մրցույթի անցկացումն ու երկու երկրների միջև տեխնիկական լուծումների համաձայնեցումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Սյունիքի մարզի դատախազությունը կրկին առաջին հորիզոնականում է։ Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվել են նաև 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հարցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի ու դրամական միջոցների տվյալները։ Վերջի 6 ամսվա համար խնդրել էի նաեւ որպեսի ամփոփեին, թե մենք ինչ կիսամյակային ցուցանիշներ ունենք, որովհետեւ վստահ եմ բոլորդ կառավարության նիստը նայել եք եւ գիտեք, որ հաջորդ 5 տարիների համար ապօրինի գույքով, ոչ միայն ապօրինի գույքի վարչության գործառույթներով, այլև մեր բոլոր պետական շահեր, դատախազական ներգործության միջոցներ, քրեական վարույթներ, ակնկալիք կա 2 միլիարդ ամերիկյան դոլարի վերականգնում հանրագումարով եւ առյուծի բաժինես պատասխանատվության մերն է, ինչը նշանակում է, որ մենք
Իհարկե գործիքակազմն ավելի լավն է, քան սկսել էինք 2 տարի կամ 3 տարի առաջ, գոնե պետշահերով ակնհայտ է, ապօրինիով հայցեր ունենք։ 18 թվականից մինչև 26 թվականի առաջին կիսամյակ։ Ուրեմն մեր 4 գործառույթներով, քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներով եւ 23 թվականից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում ընդհանուր վերադարձված գույքի եւ դրամական միջոցի հանրագումարը 304 միլիարդ 182 միլիոն դրամ է, շուրջ 833 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոց, որից 67.5%-ը կամ շուրջ 205 միլիարդ 450 միլիոնը, եթե դա էլ վերածենք դոլարի դառնում է 562 միլիոն դոլար, 23 թվականի հունվարի 1-ից մինչ 26 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Սա իհարկե տպավորիչ ցուցանիշ է եւ բնականաբար շատ շնորհակալ եմ այս աշխատանքի համար, բայց մենք արդեն ունենք ավելի ընդգրկուն գործիքակազմ ու ակնկալում եմ, որ ավելի մեծ տեմպով կշարունակենք, խոսքս հատկապես վերաբերում է մարզերին եւ Երևան քաղաքի վարչական շրջաններին, որովհետեւ այո, վարչությունները մեծ ծավալի հայցեր են տանում, մեծ ծավալի գույքեր են վիճարկում դատարանում, բայց այն ինչ անում եք դուք, ուղղակիորեն առնչվում է համայնքի բնակչին, շատ ուղիղ։ Փոքր այգին կարող շատ ավելի մեծ էֆեկտ ունենա, քան մի ամբողջ հայց։ Երբ որ մարդը իր բնակարանի կողքի այգին տեսնում է, որ վերադարձվում է համայնքին ու բարեկարգվում է, դա այդ մարդու համար ավելի շոշափելի է։ Մարզերը այս առումով դի խնդրեմ շատ ուշադիր լինեն։ Ամառային զով աստղազարդ երեկո, տաքուկ ծածկոցներ, քաղցրավենիք եւ անհավանական գործարանի մասին ֆիլմ։ Գեղարքունիքի մարզային գրադարանի մանուկ ընթերցողները դիտում են Չարլին եւ շոկոլադի գործարանը ֆիլմը։ Ռոալդ Դալի համանուն վիպակի հիման վրա ստեղծված ֆիլմը հավասարապես գրավել է գիրքը կարդացած եւ չկարդացած փոքրիկներին։ Բացօթյա կինոդիտումը մարզային գրադարանի եւ կինոդուս նախաձեռնության միջև գործակցության շրջանակում է։ Քանի որ կար գիրքը, հեքիաթը, որը իդեպ Տիկին Համբարձումյանը ասեց, որ գրադարանում շատ են վերցնում, գրեթե գրադարանում չի մնում այդ գիրքը, ու մենք ընտրեցինք նաև այս ֆիլմը, որովհետև դա հիանալի միջոց է գրադարան, գիրք եւ նաև կինոմշակույթ կապը ապահովելու համար։ Բազմամարդ եւ ոչ ունևոր ընտանիքում մեծացող Չարլին շոկոլադե սալիկի ոսկետոմսը շահած 5 երեխաներից մեկն է։ Նշանավոր շոկոլադագործի գործանում անցկացրած մեկ օրվա ընթացքում բացահայտվում են երեխաների եւ նրանց ծնողների բնավորության գծերն ու դաստիարակության մեջ թույլ տրված սխալները, նրանցից յուրաքանչյուրի արժեհամակարգը։ Ֆիլմի ընտրությամբ մարզային գրադարանը ոչ միայն խրախուսում է ընթերցանությունը, այլև Չարլիի օրինակով սովորեցնում արժևորել ընտանիքը։ Նպատակն է մշակույթի տարբեր ճյուղերով խթանել ընթերցանության զարգացումը։ Գրադարանը, ինչպես միշտ, փորձեց դառնալ մշակութային միջավայր գրքից ֆիլմ եւ ֆիլմից գիրք տանող ամենալավ ճանապարհը գտնելու համար։ Ֆիլմի դիտումն ավարտելուց հետո փոքրիկներն իրենց տպավորություններն ու քաղաց դասերն են ներկայացնում։ Շատերն են արդեն ցանկանում ընթերցել գիրքը։ Շատ հետաքրքիր էր, շատ ուսուցողական էր, ու ինձ շատ դուր եկավ։ Գիրք չի կարդացել, տեղյակ չի, որ գիրք կա, երբ իմացա, որ գիրք կա, ցանկություն ունեցա կարդալու, ու այս մատեք կարդամ, գրադարանից կվերցնեմ և կկարդամ։ Ես կարդացել էի այս գիրքը, բայց գրեթե 1.5 տարի առաջ ու այս ֆիլմը նայելով ես ամրապնդել եմ այս գիրքը ավելի վառ էմոցիաներ ստանալով։ Շատ շնորհակալ եմ նման բան կազմակերպելու համար։ Գիրքն էլ իր հետաքրքրությունն ունի, իր էմոցիաները, երբ կարդում ես, այդ ոնց էր քո մեջով անցնում, բայց ֆիլմը երբ նայում ես, դիմացինիդ խաղը երբ տեսնում ես, ավելի լավ ես պատկերացնում այդ գրքի մասին, կատարվածի մասին։ Տարբեր գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրությունն առաջին անգամը չէ, որ գրադարանի բացօթյա տարածքում համախմբում է տարբեր տարիքի ընթերցողների, բայց երկնքի տակ կինոդիտումները շարունակվելու են։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։
Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան փողոցում շինարարական եռուզեռ է։ Ասֆալտապատման աշխատանքներից առաջ Վիոլիաջուր Փարաքարի համայնք համագործակցությամբ հին ու մաշված ջրագծերն են նորով փոխարինվում։ Տասնյակ տարիների ընթացքում կուտակված ջրի խնդիրը իհարկե մեկ օրում չի լուծվի, սակայն գյուղերում փուլ առ փուլ իրականացվող աշխատանքները լավ նախադրյալ են իրավիճակը բարելավելու եւ խնդիրը վերջնականապես կարգավորելու համար։ Քայքայված խողովակները, առկա ապօրինությունները, պարբերաբար կրկնվող վթարները թույլ չեն տալիս Վիոլիա թիմին ճշգրիտ հաշվարկներ անել ջրաքանակը բաշխելու համար։ Ու երբ գյուղի այս հատվածում համայնքը ասֆալտապատման աշխատանքներ սկսեց, որոշվեց նաև ջրագծերը փոխել։ Տեղ-տեղ կտոր էինք փոխում, որ բնակիչներին կանենք ժամանակավոր ջուր տայինք մինչև հասնենք վերջնական լուծում։ Այս պահին խնդրի վերջնական լուծումն արդեն գտնված է, աշխատանքները մեկնարկած։ Երևանյան փողոցում 60 բաժանորդի համար կփոխարինվի 1 կիլոմետր երկարությամբ ջրագիծ։ Վիոլիայում չեն բացառում, որ բաժանորդների թիվը կավելանա, հասնելով 100-ի։ Նշեմ, որ այս հատվածում 1 կիլոմետր ջրագծի 200 մմ ջրագծի մոնտաժման աշխատանքներ արում եւ շահագործումից դուրս է գալու 3 այս հատվածում 3 եւ եւս 1 խողովակ ներքևի հատվածում, այսինքն ընդհանուր փողոցից դուրս է գալու 4 խողովակ, որը 60-ական, 70-ական թվականներից կառուցված ջրագծեր էր, առկային բազմաթիվ ապօրինի միացումներ, առկային գաղտնի վթարներ։ Մերձավանում աշխատանքներ են նախատեսված նաեւ երիտասարդական փողոցում, որտեղ պետք է փոխարինվի 600 գծամետր հատված։ Այստեղ աշխատանքները կմեկնարկեն Երևանյան փողոցի ավարտից հետո։ Արդեն իսկ բազմաթիվ ապօրինի միացումներ են հայտնաբերվել, կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ խցապակվել են։ Շատ խիստ մոտեցում ենք ցուցաբերելու բոլոր ջրագողություններին։ Աշխատանքների ավարտին անհամբերությամբ սպասում են ոչ միայն բնակիչները, այլ նաև համայնքապետարանը։ Ջրից դժգոհությունների հիմնական մասը հենց նրանց է ուղղվում, բայց ավելի քան համոզված են, որ այս աշխատանքներից հետո իսպառ կբացառվեն դժգոհությունները նախորդ համագործակցության փորձը աչքի առաջ ունենալով։ Որտեղ որ աշխատանքներն իրականացվել են, կարելի է ասել գրեթե ամբողջությամբ վերացված են այդպիսի բողոքները։ Համայնք մասնավոր հերթական համագործակցության լավագույն օրինակը ակնհայտ է Մերձավանում, իսկ այս համագործակցությունը բարձր են գնահատում համայնքում։ Համատեղ կարողացել ենք իրականացնել Թայրովում Արամ Խաչատրյան փողոցի ջրագծի վերակառուցման աշխատանքները ու Վիոլիաջուր ընկերության ղեկավարության հետ բարբերաբար իրականացնում ենք ու շարունակական են լինելու։ Աշխատանքների ավարտից հետո Մերձավանում ջրի խնդիրն այսպիսով կկարգավորվի, սակայն սա խնդրի միայն տեխնիկական լուծումն է։ Դրա երկարաժամկետ արդյունքը պահպանելու համար առավել կարևոր է բնակիչների պատասխանատու վերաբերմունքը, բացառվեն ապօրինությունները, չվնասվեն ջրագծերը եւ յուրաքանչյուր բնակիչ վճարի իր օգտագործած ջրի դիմաց։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի պահպանել կատարված աշխատանքների արդյունքը եւ ապահովել ջրամատակարարման բնականon ու կայուն ընթացքը։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան։ Զուռնայի հնչյուններով Արծվաբերդում մեկնարկեց ազգային երաժշտության ու պարի փառատոնը։ Սահմանամերձ Այգեձորում տարիներ առաջ ծնված մշակութային նախաձեռնությունն արդեն ամենամյա ավանդույթ է դարձել։ 2026-ին փառատոնն առաջին անգամ նոր հասցե ունեցավ՝ Արծվաբերդ։ Արծվաբերդցիները իրենց բնորոշ հյուրընկալությամբ ընդունեցին Նորայր Քարտաշյանին ու Տորք նվագախմբին։ Երաժշտությանը շուտով միացավ պարը, իսկ հրապարակում հավաքվածներն արդեն հանդիսատեսից վերածվեցին մասնակիցների։ Նախ ուզում եմ ողջունել մեր բոլոր համաերկրացիներին եւ ուզում եմ ասել, որ սա շարունակական է լինելու։ Այգեձորից ենք սկսել, բայց ուզում ենք մյուս գյուղերն էլ որպեսզի անմասն չմնան։ Երկու անգամ նվագել ենք Չորաթան գյուղում եւ այս տարի էլ որոշեցինք, որ Արծվաբերդում այս միջոցառումը անենք, ինչու համար, որովհետեւ ինձ համար կարեւորը ոչ թե որ հավաքվածների քանակն է, այլ պարող երեխաների քանակն է։ Ու մենք շատանում ենք ու մենք դրա համար շատ ուրախ ենք։
Նպատակը այդ է, որ երեխաները մանկուց շատ մոտիկից գործուն այսպես մասնակցություն ունենան process-ին, որպեսզի հասկանան ինչ է նշանակում ազգային մշակույթ։ Կուզեմ ասել, որ սիրեք հայկական մշակույթը, որպեսզի հայ մնաք։ Փառատոնն այս տարի անցկացվում է 14-րդ անգամ։ Դրա առանցքում ազգային երաժշտությունն ու պարեավանդույթը պահպանելն ու զարգացնելն է։ Դրանք երիտասարդ սերնդին փոխանցելու եւ կենթանի պահելու նպատակը։ Ազգային բարը իմ հոգին է, իմ ինքնությունը, իմ առօրյայի մի մասը, ես առանց դրա իմ կյանքը չեմ պատկերացնում։ Նման միջոցառումները պարտավոր են շարունակվել, որովհետեւ մենք պահպանում ենք մեր ազգայինը, մեր ազգային ինքնությունը եւ շատ կարեւոր է, որ պահպանենք եւ փոխանցենք մեր գալիք սերունդներին։ Ազգային բարը ապրելուց իմ հոգին խաղաղում է։ Ես այդ պահին ոչ մի բանի մասին չեմ մտածում, շարունակում եմ լի էներգիայով ապրել եւ բոլորին համախմբվել, կանչել մի բարի շուրջ եւ ապրել մեր ազգայինը։ Զուռնայի վերջին հնչյուններով Արծվաբերդում ավարտվեց փառատոնը հաջորդ տարվա հանդիպման սպասումով։ Խոստումը մեկն է՝ մյուս տարի կրկին հավաքվել երաժշտության ու պարի շուրջ, նույն ջերմությամբ ու ավելի շատ մարդկանց մասնակցությամբ։ Սա կարասի խուփ է, միջնադարյան շերտից գտնված։ Տուֆակերտ կարասի խուփը մուտքի դռան կրնկակարը, սպասքի պարագաները, անոթները, սաջերն ու գունազարդ խեցեղենը հայտնաբերվել են Երևան դաշտի պեղավայրից, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ երրորդից առաջին դարերով։ Միջև լաբորատորիա տեղափոխելը, որը հնագետները ժամանակավոր ստեղծել են Երևան դաշտ գյուղում, գտածոները լվանում են եւ թոթափում հազարամյակների փոշուց։ Այդ գործն անթերի են կատարում Ֆրանսիայից եկած կամավորները՝ Նշանը, Սառան եւ Լեոն, ամենափոքրը։ Լվանում ենք, որ տեսնենք վրա բանկը տարբեր բաներ կդանք, շատ հետաքրքիր են, սերամիկեր, քինի համար, ամաներ, ափսեներ, շատ տարբեր բաներ կդարենք եւ երբեմները շատ անուշ գույներ կան, իսկ ասի դեսնենք կամ ճուրի քինի է, կան երբեմները ոսկորալ գնանք գտնալ, որ կարելի ցերքի գործալ սպաղված բան գործած էին, շատ տարբեր բաներ կգտնան, շատ հետաքրքիր է։ Պեղումներն իրականացվում են Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Երկիր եւ մշակույթ համազգային կազմակերպության համատեղ ուժերով։ Սահմանային գոտում գտնվելու պատճառով Երևան դաշտի պեղավայրը տարիներ շարունակ հնարավոր չի եղել հստակ տեղորոշել։ 2005 թվականին սակայն հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովին հաջողվել է հստակ տեղորոշել պատմական հուշարձանը, ինչից հետո պարբերաբար պեղումներ են սկսվել։ Մշակութային յուրաքանչյուր շերտ նոր ասելիք է Երևանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի մասին։ Տարածքը բնորոշվեց որպես Երևանդ թագավորի որսորդական պալատ կառուցված անտառ ծննդոցի տարածքում, ինչպես որ շեշտում է պատմահայր Խորենացին Երևանդի կատարած շինարարական գործունեության մասին։ Պատմական Երևանդաշատի տարածքում ենք աշխատում, որը շատ մեծ համալիր է, ինչի մասին նաև վկայեցին գեոռադարային չափումների մեկնաբանման արդյունքները։ Երկրաֆիզիկոսները մոտ 20 հեկտարի կտրվածքով չափագրումներ են արել, քարտեզագրել եւ հստակեցրել են գեոդեզիական տվյալները, արձանագրել են բազմաթիվ շինությունների հետքեր ճարտարապետական լուծումներով, փողոցներով եւ մշակութային շերտերով, որոնք ճիշտ եւ ճիշտ համընկնում են պեղվող հուշարձանի հետ։ Մենք այստեղ ունենք 36 կարաս ունեցող մառանային սրահ մեր պեղավայրում, հնարավոր է, որ ինչ-որ միտեղ նաև հնձանի արկայություն ունենանք։ Հնարավոր է նաև այլ տեղում ցորենի մթերման համար նախատեսված սրահներ ունենանք։ Դարերի փոշին անգամ անզոր է եղել ջնջել հայտնաբերված խեցեղենի գույնն ու փայլը։ Դրանց մի մասը, որ գտնվել է թագավորական պալատի ստորին շերտում, օքրայով բնական ներկանյութով է ներկված։ Հնագետներին չի զարմացնում, որ հազարամյակներ անցել գտածոների վրա պահպանվել են դեղինը, շագանակագույնն ու նարնջագույնը։ Սա օրինակ թաս է, որով գինի են խմել։ Թասերը, սա փիալաներ էին սրանք կոչվում, սրանցով էլ են գինի խմել, սա եւս, այք ինչ գեղեցիկ է, գույները, գունազարդը նորից փիալարի բեկորը։
Եթե հնագետները խորասուզված են հուշարձանի մշակութային շերտերը բացահայտելու ուղղությամբ, ապա ճարտարապետ Տիտանյանը հետաքրքրված է քաղաքաշինությամբ։ Ժամանակաշրջանում միջավայրը, որում ապրել ու արարել է երևանդունիները, ճարտարապետին թույլ է տալիս պատկերացում կազմել քաղաքաշինության որպես պատմության փաստարկման մասին։ Ունենք ուրարտական շերտ եւ հետո ունենք Երևանդունիների ժամանակաշրջանը, այսինքն շատ կարեւոր է, որ իրենք ժառանգորդ են եղել եւ դա շարունակական է, այսինքն չի ընդհատվել այդտեղ, այնտեղ որտեղ մենք պեղում ենք, ունենք այդ ուրարտական, պալատական կարելի ասալ կառույցը, ունենք գին ու մառանները, հավանական է եղել, որտեղ կարասները դուրս են եկել, շատ մոտ գտնվում է Սուսի տաճարը միանշանակ, որովհետեւ այդ հորինվածքը տիպիկ է Սուսի տաճարի համար։ Հետազոտողներն առաջարկում են գտածոներն այլ թանգարաններ տեղափոխելու փոխարեն թողնել տեղում եւ թանգարան հիմնել Երևանդաշատում, Պեղավայրին մոտ։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան,